Եկեղեցու դեմ արշավ չի իրականացվում, իսկ բոլոր նրանք, ովքեր խաբեությամբ են զբաղվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Կառավարող ուժի նման հայտարարությունների վերաբերյալ ընդդիմությունը այսօր եւս հարցեր ուներ։ Քանի տեղ ազատ կա Հայաստանի բանտերում։ 1000, 1200 բոլորին չեք տեղավորելու, ինչ ուզում եք արեք, բոլորին չեք կարա տեղավորեք։ Ինձ պատասխանում են, որ կտեղավորենք, էլ չեն թաքցնում։ Դուք այդ ձեր ունեցվածքը կարողանալու եք պաշտպանել։ Այնքան մարդ կա ստեղ բանտեր տեղավորելու համար, որ տենց քաղաքական տեղավորելու ուլներ, բանտերում տեղ չրելնի։ Բանտերում տեղ չրելնի։ Հերթով բոլորիդ կտեղավորենք բանտերում մարդկանց խաբելու, ստելու ու ուրիշների համար աշխատելու համար։ Ես չեմ վախենում, 100,000-ավոր մարդիկ չեն վախենում եւ իսկապես չկա մի բանտ, որում կարող եք տեղավորել 100,000-ավոր մարդկանց, ովքեր պահելու են իրենց ինքնությունը, ովքեր լինելու են եկեղեցու կողքին եւ այն մարդկանց կողքին, ովքեր իսկապես արժեք են ստեղծում։ Աննա Գրիգորյանն արձագանքեց այլ պնդումների։ Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը որակեց ազգային ինստիտուտը ոչնչացնելուն միտված քայլ։ Նրա ելույթին տեղից արձագանքեց վարչապետը, միջամտեց Ալեն Սիմոնյանը։ Պարոն վարչապետ, դրա մասին ելույթի ժամանակ։ Քիչ առաջ ազգային ժողովի նիստերի դահլիճում պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որ Հայաստան խմբակցության падգամավորները համաձայն են գալ եւ տեսնել այն բոլոր ծախսերը, որոնք որ արվել են ամրացված շրջաններում, տեսնենք թե քանի падգամավոր կգա։ Անարդար է հավասարության նշան դնել եկեղեցու եւ կտրիչ Ներսիսյանի միջև, իսկ եկեղեցին արատավորողները հեռանալու են, վստահություն հայտնեց Սիմոնյանը։ Ըստ նրա, հետաքրքիրն այն է, որ եկեղեցու կողքին կանգնած են կաթոլիկ կամ այլ եկեղեցու ներկայացուցիչներ։ Անդրադարձավ Գեղամ Մանուկյանի բանակի մասին ելույթին, նկարագրեց իր զինծառայություն անցնելու տարիներին բանակում տիրող իրավիճակը։ Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահն էր, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, Սերան Օհանյանը առաջին բանակային կորպուսի հրամանատարն էր։ Այսինքն մի հատ ընդհանուր բուկետ էր sense մի հատ լավ։ Ես կարող եմ ժամերով պատմել, թե ինչ էր կատարվում մեր բանակում։ Ինչպես էին մի հատ սրիկա ոչնչություն կար, որ կանգնում էր ճաշարանի դռան առջև եւ ռետինե բանով, մահակով 18 տարեկան երեխաներին, ովքեր որ մտնում էին հաց ուտելու, հարվածում էր։ Ուղղակի էր հարվածում։ Ամանի մեջ լսնում էին եռացրած ջուր, կտրտած կաղամ, կներեք որ պատմում են, բայց պետք է շփացնել էսի միլիոնատերների երեսներին, էլի։ Կտրտում էին, լսնում էին կաղամ, կարտոֆիլ ու կիլկիվ տամատնամ սոուսի։ Եռացնում էին ու տալիս էին երեխեքին։ Իսկ հաց ստանում էինք 7-ից 10 օրը մեկ, այդ հացը փաթաթում էին թաց շորի մեջ, դուք պատկերացնում եք հացը 7-10 օր փաթաթված, ուր են սրանք, ուր է այդ հայրմեր չիմացող մարդը, որ մեծ փրթում է, գիտի իրա փողեր իրան փրկելու, հա։ Ընդդիմությունը կրկին խոսեց ազգային արժեքների պահպանման մասին, տարակուսանք հայտնեց Հայաստանի ներքին օրակարգերն ու տարածաշրջանային իրավիճակը, հեծն ազգայնացնելու վարչապետի հայտարարությունն ու այլ զարգացումները հարցեր են առաջացնում։ Դուք ադեկվատ եք, երբ այս ամբիոնից գալիս եք եւ հոխորտում եք սեփականության ազգայնացման մասին։ Ես չեմ կասկածում, անելու եք, խլելու եք, ձեր շարքերում եղած գործարարների, այն որ օրը մեջ մի հատ սուպերմարկետ են բացում ու չգիտեմ ինչ գույքեր են ձեռք բերում, պետք եղավ իրանցնել եք ազգայնացնելու, բայց հասկանում եք, թե դրանով ինչ լուրջ հարվածի տակ եք դնում արկա եւ հնարավոր ներդրումները։ Առաջին բանը, որ պիտի ազգայնացվի, Հայաստանի կառավարությունն է։ 2018 թվականին կառավարությունը ազգայնացվել է եւ դրա համար է, որ 7 տարի է ինչ աղմեկում է գետը։ Ասում է, մինչ բալիստիկ հրթիռները թռնում են մեր երկրի վրայով բառացիորեն, դուք ես ինչերով եք զբաղված։ Այս միտքը մի քանի հոգի կրկնեցին, պատերազմին 5 պակաս։ Ուրեմն մեր մոտ տարածաշրջանը վերջին մի քանի տարիներին եռում է ու մեր արչև մարտահրավերները վերջին տարիներին միշտ եղել են։ Ես ուզում հիշեցնել, որ օրինակ անցած տարի, երբ որ Տավուշի ու Լոռու մարզերում աղետ ունենք փաստացի բնական, դուք ինչով եք զբաղված։ Ամբողջ պետական համակարգը զբաղված էր այդ աղետի հետևանքները վերացնելով, դուք կհիշեք ինչով եք զբաղված։ Կամ 22 թվականի ջերմուկում
ջերմուկի վրա հարձակման ժամանակ ինչով եք զբաղված։ Մինչ հարևանները սպառազինվում էին, դուք զբաղված եք երկրի ներքին ինստիտուտները քանդելով, հայտարարեց Թունյանը։ Կառավարող ուժի այլ անդամներ թվերով խոսեցին։ 1998 թվական Ռոբերտ Քոչյանը պիտի ստանձնի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն կազմում է $139 միլիոն, Ադրբեջանը կազմում է $150 միլիոն։ Տարբերությունը 11 միլիոն։ Քոչյանի տան գնի չափ ընդամենը 2008 թվական Քոչյանը հանձնում է նախագահություն։ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն $364 միլիոն, Ադրբեջանինը ուշադրություն 1 միլիարդ 932 միլիոն $։ Վլադիմիր Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ եկեղեցու շուրջ տեղի ունեցող հայաստանյան զարգացումները չեն հետաքրքրում հարևան երկրին։ Էրդողանին լրիվ մեկ է, թե Հայաստանում կաթողիկոսի հետ կապված ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Եկեք չգերագնահատենք մեր դերակատարությունը եւ ասել, որ գիտեք Էրդողանի պահանջն է կատարում, դրա համար այսպիսի իրավիճակներ է ստեղծում, առնվազն անլուրջ է։ Կառավարության դիրքորոշումը այդ օրերին եւ հիմա էլ կարծում եմ պիտի լինի հետեւյալը։ Եկեղեցին պետք է ամբողջապես մտնի հարկային դաշտ եւ որևէ ձեռնարկատիրական գործունեություն պետք է հարկվի ուղիղ այնպես, ինչպես ոլորտի այլ ձեռնարկությունները։ Գալիս եմ եզրահանգման, որ Կտրիչ Ներսիսյանի եւ բարձրաստիճան հոգեվորականների խնդիրը իրական Հայաստանի հետ է, որովհետեւ իրական Հայաստանը հնարավոր չի թաքցնել սքեմի տակ։ Սա է պատճառը ըստ նրա, որ ընդդիմությունը թիրախավորում է իրական Հայաստանը, սահմանազատված սահմանը, հարկային քաղաքականությունը, ակադեմիական քաղաքը եւ այն ամենը, որտեղ կա թափանցիկություն եւ հաշվետվողականություն։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։